Ողջույն սիրելի հետևորդներ, հույսով եմ լավ եք։ Ուրեմն երեք իմ համար նստած, հաց ու սոխ եմ ուտում, մեկ էլ մեսենջերս ծնկ, մեսենջերս բացում եմ, տեսնում եմ մի հատ կնիկ մարդ է ինձ գրել։ Հովհաննես Իշխանյան։ Իմ գյումրեցի հետևորդները կհասկանան կնիկ մարդն ինչ է։ Գրել է հետևյալը. Նատալի, դու գեյերին դեմ ես։ Սենց։ Ես գեյերին դեմ չեմ, բայց հիմա քո հետ ոչ մի բան չունեմ զրուցելու, որովհետև Հովանես, դու այդքան չկաս, Հովանես, հովին անես, պատիտակին ճտեր հանես, շունը տանի վույ անես։ Էս քո մասով, էդ հերիք էր քեզ։ Կտրիչ գիժ Գրիգորիչ, ի տարբերություն քեզ, ես գժի աղջիկ չեմ, ես նորմալ մարդու աղջիկ եմ։ Ու ի տարբերություն քեզ, մեր մանկության տարիներին, իմ պապան փողերը նասկիների մեջ չէր պահում, որ մենք իրավերից փող չտանեինք, ոնց որ դու քո աղբերն էիք անում։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Ոչ թե ես եմ գեյերին դեմ, այլ հայ առաքելական եկեղեցին։ Ինձ ինչ, գյոթը իրա ոռը, ումը կուզի կտա, ինձ ինչ, բայց որ այդ ոռատուները հայ առաքելական եկեղեցու ներսում քեզ են պատերժ կանում այն դեպքում, որ եկեղեցին միասեռականությունը չի ընդունում, այդ արդեն ամոթը շարքից է, հասկանում ես, համեկ էլ, պլանդ հետևյալն էր, չէ, որ այնպես արա Նատալին բաց տեքստով գրի, որ գյոթերին դեմ է, գեյերին դեմ է, որ գեյերին հավաքես եկեղեցու շուրջ, հա, կտրիչ, լսի ուշադիր ինչ եմ ասում, այ գժի տղա, ես քո արժակից ավելի շատ խելացի եմ, իմացի, ես դաժե առավոտը, որ մի բաժակ ջուր եմ խմում, ես գիտեմ այդ ջուրը ինչի համար եմ խմում, ընկեր ջան, պրոստը ի տարբերություն քո արժակի, ես քեռակին չեմ դոմփում, թուլեքիդ իմ տարածքից հավաքի, թե չէ, ավելի հետաքրքիր փաստեր կհայտնվեն համացանցում, ու աշխատի դագաղիդ վերջին մեխես, ուռադ լինես։